Շնորհակալություն մեր հրավերին արձագանքելու համար։ Մենք ներողություն ենք խնդրում ասուլիսի ժամը հետաձգելու համար կապված պարոն Գալստյանի ազգային ժողովում գտնվելու հետ։ Այսօր Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Պարոն Գալստյանը կներկայացնի հաղորդագրությունը, որից հետո կարող եք հարցերով դիմել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ 2025 թվականի հունիսի 17-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սահմանելով 6.75%։ 25 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12 ամսյա գնաճն արագացել է, մայիսին կազմելով 4.3%։ Միաժամանակ 12 ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է, կազմելով 2.8%։ 2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում զուգահեռաբար նաեւ գնաճի արագացման ռիսկերն ավելացել են։ ԱՄՆ տնտեսական, հատկապես առևտրային քաղաքականության եւ դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։ Միջազգային առևտրային հարաբերությունների լարվածությամբ, աշխարհաքաղաքական հակամարտությունների, հատկապես Մերձավոր Արևելքի իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված առաջարկի եւ մատակարարման շղթաների հնարավոր խաթարման ռիսկերն էապես աճել են։ Բարձր են միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման եւ երկարաժամկետ տոկոսադրույքների աճի չափի շուրջ անորոշությունները։ Այս համատեքստում հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները եւ բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ կթույլատնեն դրամավարկային խիստ պայմանները դանդաղ տեմպերով։ 25 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը դանդաղել է, մեծապես կրելով որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը։ Ակտիվության աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը։ Միևնույն ժամանակ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր։ Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ արագացումը առավելապես պայմանավորված է առաջարկի որոշ գործոններով։ Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թույլացել են, արտահայտելով աշխատավարձերի կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ։ Միաժամանակ հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են առավելապես գնաճային ռիսկեր։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցներն ընդհանուր առմամբ ակնկալում են, որ Կենտրոնական բանկն առաջիկա միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը, սահմանելով 6.25 մակարդակի շուրջ։ Քննարկված ռիսկերի եւ բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, խորհուրդը դիտարկել է քաղաքականության մի շարք սցենարներ։ Մի կողմից քննարկվել են ատիպի սցենարներ, այդ թվում կապված աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև ԱՄՆ-ում եւ ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության զարգացումների պայմաններում ՀՀ չեզոք տոկոսադրույքի հնարավոր աճի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի, գնաճային ռիսկերի չեզոքացման եւ գների կայունության նպատակի ապահովման համար։ Մյուս կողմից խորհուրդը քննարկել է B տիպի սցենարներ, այդ թվում կապված արտաքին պահանջարկի շարունակվող ճշգրտման պայմաններում տնտեսության առանձին հատվածներում աճի անհամաչափ դանդաղման եւ պահանջարկի միջավայրի լրացուցիչ թուլացման ռիսկերի ձևավորման հետ, որոնք ենթադրում են շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ եւ մեծ չափով նվազման ուղի, միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու եւ գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար։ Արդյունքում, արձանագրելով A տիպի ռիսկերի ավելացումն ու կարևորելով դրանցից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը, Կենտրոնական բանկի խորհուրդը ներկա շրջափուլում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար։ Այժմ խնդրեմ հարցեր։ Համեցեք Արկա լրատվական գործակալություն Իրինա Մանասյան։ Որքանով դիմակայուն է Հայաստանի բանկային համակարգը արտաքին ցնցումների դեպքում, մասնավորապես Իսրայելի Իրանի միջև լարվածության սրման համատեքստում։ Մենք նախկինում էլ հանդիպումների ընթացքում նշել ենք, որ մեր նպատակը եղել է մեր բանկային համակարգի կապիտալացումը բերել այն մակարդակի, որ հնարավոր ցնցումներին մենք լինենք դիմակայուն։ Մենք գիտեք, որ բարձրացրել ենք հակացիկլիկ բուֆերները 1.75%-ով, այս տարվա մայիսից իրենք ուժի մեջ են մտել, դա մոտավորապես 150 միլիարդ գերազանցող հավելել կապիտալի մասին է խոսքը։ Ու այս կոնտեքստում, քանի որ զարգացումների վերաբերյալ մենք ամենօրյա նորությունների ստացման ռեժիմում ենք կամ ամենաժամյա նույնիսկ, ես կարծում եմ, որ այս փուլում մենք որևէ խնդիր չունենք հնարավոր ռիսկերին դիմակայելու տեսանկյունից։ Շնորհակալություն։ Երկրորդ հարցը արդյոք վերանայվել է, թե վերանայվելու է կանխատեսումը Հայաստանի տնտեսական աճի հետագա սրման դեպքում։ Մենք երկու սցենարների մասին խոսեցինք, ու այդ երկու սցենարների ներքո էլ մենք փորձել ենք որոշակիորեն հաշվի առնել հակամարտությունը, իհարկե բնականաբար ոչ այն խորքային մոտեցումներով, որ մենք կունենանք որոշակի ժամանակ անց, որովհետև ամեն ինչ շատ թարմ է, բայց այնուամենայնիվ թե A տիպի, թե B տիպի սցենարների ներքո մենք որոշակի տրամաբանություն դրել ենք դրա մեջ։ Ինչի նկատի ունեմ, օրինակ, եթե տեղի ունենա մի իրավիճակ, որ ենթադրենք պատերազմը անցնի ավելի ակտիվ, ավելի խորքային ֆազայի կամ երկարի հակամարտությունը, այդ պարագայում ընդհանուր տարածաշրջանը դառնում է ավելի ռիսկային։ Մենք այդտեղ խնդիր ենք ունենում ապրանքների առաջարկի կողմից եկող ապրանքների արժեշղթաների խաթարման հետ, ինչպես ես նշեցի, ինչպես խորհուրդը քննարկել է։ Երկրորդը դա կարող է որոշակի ազդեցություն ունենալ արտաքին պահանջարկի վրա տուրիստական հոսքերի տեսանկյունից։ Երրորդը դա կարող է ընդհանուր ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի ռիսկ պրեմիայի կամ ռիսկի հավելավճարի տեսանկյունից, այսինքն ստեղ մի փունջ A տիպի ռիսկեր կան, որի վերաբերյալ նաև ես նշեցի, որ արձագանքել ենք ու արձանագրել ենք, որ A տիպի ռիսկերն ավելացել են։ Երկրորդը դա B տիպի ռիսկերն է, որ մենք կարող ենք առնչվել մի իրավիճակի, որ տնտեսությունը ընդհանուր կարող է թուլանալ։ Այսինքն մեր առևտրային փոխհարաբերությունները կամ այլ տիպի ինչ-որ հարցեր, որոնք որ կարող են նպաստել մեր տնտեսության ներքին պահանջարկի որոշակի թուլացմանը։ Եվ բնականաբար կան սցենարներ, որոնք որ մենք հետագայում եւս կքննարկենք, բայց այս երկու սցենարների ներքո մենք փորձել ենք մասնավորապես այս կարճ ժամանակահատվածում ինչքան որ հասցրել ենք տեղավորենք որոշակի տրամաբանություններ։ Կարելի է եսին վերջացնել տամ, կան ֆինանսական հաստատություններ Հայաստան, որոնք ուզում են բանկային գործունեության իրականացնելու լիցենզիա ստանան կենտրոնական բանկից այս պահին եւ քանիսն են, եթե կան։ Այսինքն նոր բանկային լիցենզիա ստանալու դիմում արդյոք ունենք մենք թե ոչ, չունենք այս պահին։ Եվ ինչպիսին է դիրքորոշումը կենտրոնական բանկի, եթե դիմողներ լինեն, կնայվի այդ դիմում։ Եթե դիմողները լինեն ինստիտուցիոնալ դիմողներ, մենք մեծ հաճույքով իրենց կլսենք ու կփորձենք իրենց հետ աշխատել այդ ուղղությամբ։ Մենք միշտ պատրաստ ենք ինստիտուցիոնալ խաղացողների մուտք Հայաստան ապահովելու տեսանկյունից։ Շնորհակալ։ Սպուտնիկ համը Շնորհակալություն, պարոն Գալստյան, ընդհանրապես նման իրավիճակների փորձը ինչ է ցույց տալիս, այդ investor caution ասվածը ինքը տվյալ դեպքում որքանով կարող է լինել ուժեղ կամ երկար, այսինքն նույնիսկ եթե օրինակ ինչպես հույս ունենք, հակամարտությունը բավականին արագ ժամանակ, եթե օրինակ ավարտվի, կարելի է ենթադրել, որ անգամ այս դեպքում համաշխարհային ներդրողների այդ զգուշավորությունը տարածաշրջանի նկատմամբ դեռևս որոշակի ժամանակ ավելի երկար լագով կմնա եւ դա, ասենք, իր բացասական հետևանքներով մեր տարածաշրջանի եւ մեր համար։ Այս անեկդոտի մասին է, որ ամեն ինչ հնարավոր է, էլի։
Ես հիմա կարող եմ ձեզ պատմել սցենարներ, որոնցով կապացուցեմ ու կհաստատեմ այն ինչ որ դուք եք ասում, բայց կարող եմ նաև երկու այլ փունջ սցենարներ նկարագրել, որի ներքո ձեր ասածը տեղի չի ունենա։ Այդտեղ խնդիրը այն է, որ մենք տնտեսագիտության ու հոգեբանության եզրագծին ենք։ Այսինքն ինվեստորների վարքագիծը պայմանավորված է նաև ռացիոնալ մղումներով, բայց կարող է պայմանավորված լինի նաև վախերով եւ մտավախություններով, որոնք ռացիոնալ դաշտում չեն։ Ուստի որևէ կանխատեսում անելը կարծում եմ այս պայմանությամբ անշնորհակալ գործ է։ Ես կարծում եմ միակ բանը, ինչի վրա մենք պիտի շեշտադրում անենք ու շարունակաբար մեր գործընկերներին, մեր ներդրողներին դրա մասին խոսենք ու տեղեկացնենք, դա այն է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը անցնելով բազում մարտահրավերների միջով վերջին տարիների ընթացքում կարողացել է դիմակայել ու մենք ոչ մի կերպ չենք վտանգել մակրոտնտեսական կայունությունը։ Այսինքն այն խոստումները, որը տվել է կառավարությունը ֆիսկալ շրջանակի ներքո եւ այն խոստումները, որ տվել է կենտրոնական բանկը գնաճի տեսանկյունից, իրանք պահպանվել են ամենածայրահեղ բարդ իրավիճակներում։ Ու կարծում եմ, որ արդեն մենք որոշակիորեն ձեռք ենք բերել հմտություն նաեւ որոշակի իմունիտետ այս իրադարձությունները որոշակի նավիգացիա անելով դուրս գալ։ Համեցեք։ Ну, կարելի է եզրակացնել, որ ռիսկի գործոնները այդքան այդ աստիճանեական չեն եղել կապված էներգակիրների գների բարձրացման հետ եւ լոգիստիկ շղթաների թանկացման, այլապես դուք կընտրեիք հավանաբար տոկոսադրույքի բարձրացման ուղին, եթե ճիշտ եմ ընկալում։ Մենք մինիցը երբ որ կհրապարակենք, դուք ընդհանուր խորհրդի քննարկումների տրամաբանությանը կծանոթանաք, այդտեղ կտեսնեք, որ կային նաև տեսակետներ, որոնք մոտ են ձեր տեսակետին, այսինքն որ ապրանքաշղթաների որոշակի խաթարում է տեղի ունենալու առաջարկի կողմից որոշակի գնաճային տենդենսներ են լինելու, բայց մենք այդ ամեն ինչը ըստ էության արձանագրել ենք այս մի նախադասության մեջ, որ ասում է, որ ԱՏԻՊ-ի ռիսկերը ավելացել են։ Իսկ ԱՏԻՊ-ի ռիսկերը հենց այն ռիսկերն են, երբ որ կենտրոնական բանկը ըստ էության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի է կանխատեսում, քան շուկան։ Մենք ուղղակի ստեղ արդարության համար պիտի նաև ասենք, որ այն կանխատեսումները, որը կարմիր կետագծերով արված է ու ես ընթերցեցի շուկայի տեսանկյունից, չափավոր դանդաղ նվազեցման սցենարը։ Այդ սցենարը արվել է այն ժամանակ, երբ որ դեռ իսրայելա-իրանական կոնֆլիկտը տեղի չէր ունեցել։ Այսինքն այդտեղ մենք որոշակի բան ունենք։ Կարելի է ենթադրել, որ այն մասով դե ինչքան որով Ֆեդի գործունեությունը հա եւ որոշումները առնչվում են մեզ, կարելի է մտածել, որ ենթադրում եք, որ այդ տոկոսների իջեցումը այս անգամ տեղի չի ունենա կապված այս վերջին իրադարձությունների հետ, թեև նախատեսված էր։ Այդտեղ հարցը պետք է երկու մակարդակի բաժանել ըստիս։ Մեկը երկարաժամկետ ֆունդամենտալ խնդիրներն են, որը կապված են հարկաբյուջետային քաղաքականության, պարտքի մեծության, պարտքի սպասարկման, տոկոսների բարձր լինելու հետ կապված, որը տրանսլյացիա լինելու աշխարհի բոլոր ծայրերը։ Եվ երկրորդը, որը վերաբերում է այս արճակատման արդյունքում հնարավոր ռիսկերին։ Ես ավելի կկարևորեի առաջին գործոնը, որը պիտի մենք հասկանանք ըստ էության արդյոք կա սցենար, որի ներքո Ամերիկան իջեցնելու է իր դեֆիցիտը, իջեցնելու է իր պարտքը, պարտքի սպասարկումը եւ այլն, որը դրական ազդակ կլինի շուկաների համար, հա։ Իսկ ինչ վերաբերում է այս կարճաժամկետ զարգացումներին, ես կարծում եմ հիմա որևէ կանխատեսում անելը բավականին անշնորհակալ գործ է, որտեղ դեպքերը զարգանում են րոպե կամ ժամ առ ժամ կամ չգիտեմ օր առ օր, ու դրանց պետք է ուղղակի հետևել, հասկանալ ինչա լինելու։ Կներեք այլ հարցեր, եթե կան, հայ երկու խնդրում։ Այստեղ նշված է ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել, ինչի հետ է սա կապված, եւ երկրորդը ընդհանուր առմամբ ինչ կարելի է սպասել վարկավորման շուկայում, մասնավորապես հիպոթեքային վարկավորման շուկայում, հաշվի առնելով շինարարության տեմպը եւ առաջարկի ոնց որ ավելցուկը։ Որոշակի ճշգրտում կարող է լինել շուկայում, ես ռիսկերի մասին եմ, ես դեպության խոսում ես ֆինանսական կայունության հաշվետվությանը մամլո ասուլիսի ժամանակ էլ ռիսկերի մեջ նշեցի անշարժ գույքի շուկայի որոշակի սառելու փաստը։
Ինչ վերաբերում է արտաքին պահանջարկի շարունակական թուլացմանը, դուք տեսնում եք, որ ձախ կողմում մենք ունենք այդ զբոսաշրջիկների հոսքերը դեպի Հայաստան։ Ըստ էության մայիս ամսին մենք որոշակի աճ ունենք, բայց մայիսին նախորդող ամիսների ընթացքում կար որոշակի նվազում այցելուների դեպի Հայաստան, ինչով էլ հենց պայմանավորված մենք ակնկալում էինք, որ արտաքին պահանջարկը որոշակիորեն կարող է թուլանալ։ Sputnik. Ну, ուզում եի հարցնել կապված գնաճի կոմպոնենտների հետ, վերջին ամիսներին նորից ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների այդ ոչ կարգավորվող ծառայությունների գները շարունակում են բավականին բարձր լինել, սակայն հատվածային, այսինքն եթե 2022-ին այդ ՌԴ քաղաքացիների ներհոսքի ժամանակ բաց էր թե ռեստորանային ոլորտը, թե հյուրանոցային, այս փուլում ռեստորանայինը մնում է ցածր, իսկ հյուրանոցայինը բարձր։ Արդյոք այսպիսի միկրոմակարդակով չգիտեմ որքանով է էական կենտրոնական բանկի համար, բայց նման չէ այս պատկերը 3 տարվա վաղեմության պատկերին, սա արդյոք ինչ-որ այլ ֆունդամենտալներ է հուշում գնաճի գործոններին։ Իմ հանգստությունը կարող է ձեզ հուշել, որ մենք մտահոգված չենք այս պայծրությամբ 4.3% գնաճի մակարդակով, որտեղ մեր գնահատականներով 4.3% մակարդակը էապես պայմանավորված է առաջարկի որոշակի ժամկետով գործոնների հետ կապված, այսինքն ոչ սեզոնային պարեն, սեզոնային պարեն, եթե դուք նայեք կան որոշակի ապրանքախմբեր, օրինակ բանջարեղեն միրգ, որոնք էական աճ են ցույց տվել։ Բնականաբար այդ աճին զուգակցվելու է կամ շարունակվելու է այդ աճը որոշակի անկմամբ, ուստի մեր գնահատականներով մենք էլ մեր նույնիսկ խոսույթի կամ ասույթի մեջ չենք անդրադառնում այդ թեմաներին մտահոգվածությամբ, որովհետև մենք ըստ էության չենք տեսնում այդտեղ պահանջարկով պայմանավորված գնաճային երևույթներ։ Ուստի ժամանակի ընթացքում այդ ամեն ինչը կվերականգնվի, ու մենք կարծում ենք, որ ընթիրախը, որ մենք ունենք 3%, հենց այդ 3%-ն էլ ապահովելու ենք միջնաժամկետում։ Ֆակտոր Հարցը պարոն Գալստյան, նախորդ նիստերից մեկի ժամանակ հիպոթեկային շուկային անդրադառնալիս ասացիք, որ օրինակ դեկտեմբերին շատ կտրուկ աճ է եղել, որովհետև փակվում էր ծրագիրը եւ դեռ ժամանակ պետք կլինի բարձրելու համար, որ ուղղությամբ է գնում վարկավորում հիպոթեկային։ Հիմա ինչ որ բան արդեն բարձ է, արդյոք կենտրոնական բանկին թե չէ, հիպոթեկային վարկավորմանը ինչ է սպասվում։ Երկրորդը, եթե թույլ կտաք, միանգամից հարցնեմ Ռուսաստանի զբոսաշրջիկների թվի նվազման մասին, որին անդրադարձակ, դա արդյոք ցույց է տալիս ավելի երկարաժամկետ ինչ-որ փոփոխություն տնտեսության մեջ, եթե այսպիսի վերլուծություն անում եք, այսինքն օրինակ աշխատուժի տեղափոխություն մի ոլորտից մյուս եւ այլն։ Այս պայծրությամբ մենք դեռևս կառուցվածքային ձեր նկարագրած փոփոխությունները չենք տեսնում, որովհետև մի քանի ամիս նվազելուց հետո օրինակ մայիսին զբոսաշրջիկների թիվը աճել է։ Ես չգիտեմ երկրային բաշխվածքով ինչա տեղ ունեցել, այդ թիվը չեմ կարող ասել, այսինքն կոնկրետ Ռուսաստանից ժամանողների թիվը աճել է մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ, ենթադրում եմ, որ այո, բայց մենք նաև նայեցինք, որ ունենք մի քանի ուղղություններ, օրինակ Չինաստան, Կորեա, Ճապոնիա, արաբական երկրներ, որոնք փոքր են իրենց ծավալներով, կշիռներով, բայց իրանց աճի տեմպը բավականին բարձր է։ Այսինքն այդտեղ մենք կարող ենք հուսամ ունենալ մի իրավիճակ, որտեղ նաև կլինի որոշակի կառուցվածքային փոփոխություն ժամանողների մեջ։ Ինչ վերաբերվում է վարկային պորտֆելներին, 25 թվականի աճը, սա ենթադրում եմ ապրիլի վերջով է։ Ըստ էության հիպոթեկային վարկավորման աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2.8%։ Տարեվերջի համեմատ, չէ՞։ Հա, տարեվերջի համեմատ, ներողություն։ Դա շատ թե քիչ եք համարում։ Այս պայծրությամբ կարծում եմ նորմալ թիվ է, որովհետև հիշում եք, որ դեկտեմբերին ոնց որ իրանք ֆրոնտ լոդ էին արել։ Հիմա հունվար, փետրվարը շատ ավելի թույլ պիտի լիներ, մարտ, ապրիլ որոշակի ակտիվություն է, որի արդյունքում մենք դեկտեմբերի այդ թվի նկատմամբ ունենք որոշակի աճ, ինչը նորմալ է։ Sputnik Միգուցե նախորդ հանդիպումների ժամանակ այդ հարցը հնչել է, բայց եւ այնպես
եթե սպառողական վարկերի պորտֆելը ասորվա արագ տեմպերով շարունակում է աճել, ապա ինչու՞ չեք համարում, որ պահանջարկով պայմանավորված գնաճի կոմպոնենտը ռիսկային չէ հիմա։ Գնահատականները դա են ցույց տալիս, որովհետև այն կոմպոնենտները, որոնք որ գալիս են հիմնականում պահանջարկով պայմանավորված գնաճի տեսքով, օրինակ ծառայությունները դուք նայում եք այդ մուգ կապույտ մասը։ Ինքը գրեթե անփոփոխ է արդեն բավականին տևական ժամանակ, այսինքն մենք հետ ենք եկել են նորմալ վիճակին, որ ոչ արտանելի կոշտ գները կամ ծառայությունների գները, իրանք ավելի կայուն վարկագիծ են դրսևորում, իսկ հիմնական աճը, որ նայեք, կտեսնեք, որ դեղինով եւ մոխրագույնով է պայմանավորված, որը ոչ սեզոնային եւ սեզոնային պարենն է։ Իսկ աշխատաշուկայից էլի տաքացման միտումներ չեք ստանում։ Չէ, ավելի հանդարտվում է աշխատաշուկան, այս մեր աշխատավարձերի գրաֆիկն է, ու դեղինը ոչ արտանելի կոշտ գներն է, որ ես նշեցի, որը էական նվազել է, ու դրան զուգահեռ նաև մասնավոր աշխատավարձերն են նվազում։ Աճի տեմպերը էլի նկատի ունենք, տարեկանացված։ Ոչ թե աշխատավարձի բացարձակ թիվն է նվազում, այլ աճի տեմպերի դանդաղում ունենք, որը գալիս է նորմալ մակարդակների է հասել։ Այսինքն վերջինը եղել։ Այսինքն արտադրողականությանը քիչ թե շատ մոտիկ է, համադրելի է։ Այո, շատ լավ դիտարկում էր։ Իսկ հատկաբյուջետայինի հետ կախված, այսինքն կապիտալ շինարարության ծրագրերի հետ եք դիտարկում կամ այսինքն ընթացիկ ծախսերի հետ կապված եք դիտարկում գնաճային ռիսկեր, թե կապիտալ շինարարության ծախսերի։ Սցենարները տարբեր են, ես կխնդրեմ Հայկը ձեզ սցենարները ներկայացնի։ Խնդրեմ։ Շնորհակալություն, մի քանի սցենարներ ենք դիտարկում, կախված բյուջեի կառավարության կողմից հիմնական ընթացիկ ծախսերի հետ կապված ծրագրերի իրականացման, տարբեր սոցիալական ծրագրեր եւ այլն, եւ դրան զուգահեռ հարկային հավաքագրումների հնարավոր խնդիրների հետ կապված, դա ըստ էության դա մեր առաջին սցենարն է, որի դեպքում խթանող ազդեցությունը տնտեսության վրա բավականին մեծ կարող է լինել, եւ սցենարներ, որոնք կախված են կապիտալ ծախսերի հեռանկարի հետ կապված, ինչպես գիտեք, պատմականորեն, իրենց կատարողականի հետ կապված հնարավոր բաներով եւ նաեւ կապիտալ ծախսերի կառուցվածքից բխող առանձնահատկություններով, որտեղ նաեւ գիտեն կապիտալ ծախսերի կառուցվածքում մենք ունենք որոշակի հստակ խմբեր, որոնք տնտեսության վրա ազդեցություն իմաստով, այսինքն մուլտիպլիկատիվ էֆեկտներով, իրանք շատ փոքր ազդեցություններ կարող են ունենալ, ուստի այդ ծախսերի իրականացումը տնտեսության վրա պահանջարկի խթանման էական էֆեկտներ չեն ունենա, եւ այդ դեպքում արդեն տնտեսության վրա էֆեկտները փոքր ավելի հնարավոր են զսպող լինել։ Հիշեցնեմ, որ կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրով, որը վերջերս է հրապարակվել, նաև այնտեղ որոշակիորեն ճշգրտվել է հենց պահանջարկի վրա ազդեցությունը հենց բյուջեի 2025 թվականի բյուջեի մասով եւ ավելի շատ գնահատվում է չեզոք ազդեցություն տնտեսության վրա, բայց իմ ասած այս բոլոր հնարավոր սցենարները կարող են կամ խթանող կամ զսպող որոշակի էֆեկտներ ունենան կախված սցենարից, կախված դրա իրականացման սցենարից։ Հարցեր։ Շնորհակալություն եւ եւս մեկ անգամ կներեք այսօր ժամը փոխելու համար։